Բարև ձեզ, սա օրվա թեման է, ես այսօր կզրուցեմ քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ, բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, Ուկրաինայի շուրջ տեղի են ունենում բավական հետաքրքիր զարգացումներ, սպասում ենք, թե ինչ է լինելու Ուկրաինայի հետ, ոչ միայն ուկրաինացիք եւ Ռուսաստանը, այլ գրեթե ամբողջ աշխարհն է սպասում, թե ինչ է լինելու։ Արդյոք Թրամփը պարտադրում է Ուկրաինային կապիտուլյացիա։ Ուրեմն ինչ է լինելու, Ռուսաստանը կործանվելու է։ Այն վերջնագանը չգիտեմ, բայց որ ապակա չկա, այլևս վեր չէ եւ կասեմ ինչի համար։ Հին Հռոմում Կատոն անունով մի սենատոր կար։ Կարթագենի հակառակորդ Հռոմ, հիշեք, այդ պատմությունները հայտնի են, էլի։ Կատոնը ինչ սենատում ով ինչ ելույթ ունենար, ինքը երբ որ խոսք էր վերցնում, ընդհանրենք Հռոմի ջրամատակարար մասին, վերջ ասում էր, մեկ է ասում է, Կարթագենը կործանվելու է։ Դա պատմությունից հայտնի ասում է, ուրեմն Կատոնն այնքան ասեց սենատորը Կարթագենը կործանվելու է, որ Կարթագենը ամոթից գետնի տակ անցավ, կործանվեց։ Հիմա չի կարող հակասվածային բան լինել, Ուկրաինային բան լինել, իհարկե դժվար ժամանակներ են, հիմա ինչ ասում քաղաքական գիտություն է, սա պիտի ասի օբյեկտիվ մասը կա ուրեմն գեոստրատեգիական եւ ցանկությունները։ Ուրեմն հավասարակշռության աշխարհակարգը որոշակի մոդելի է գալիս։ Եվրոմիությունն է որպես ամբողջություն, Միացյալ Նահանգներն է առաջատար ամբողջությունը, ուրեմն Չինաստանը հեղինակագործի մեջ չի մտել կարգին, որտեղ այն ուժը, որը այս ուժերի հարաբերակցությունը կարգավորում է, կամ հայերեն ժողովրդական խոսքով ասած, իհարկե հայերենի թարազուի է բերում, մարտնչող Ուկրաինան է եւ Ռուսաստանը։ Ռուսաստանը ուրեմն ինչ դեր է խաղում Ուկրաինան, եթե սա ուրեմն չհասկացանք, ոչ բանը չենք հասկանում։ Նախ Ուկրաինան վերածվել է Եվրոպայի դարբասների, առաջին հերթին Լեհաստան, Գերմանիա, թիկունքը Ֆրանսիան է, հարավային հատվածը Լվով եւ այլն գնում է Բուդապեշտ դիվան։ Հիմա եթե Եվրոպան մի պահ թողնի, հա, խելքները չհասնի գնան Մյունխենյան գործարքի, ինչպես որ եղավ Հիտլեր ժամանակ, Եվրոպան կործանված է։ Ռուսաստանը Ուկրաինայից հետո կմտնի Վարշավա, Բերլին, կասկած չկա։ Այն Չեխիայի հետ ինչ կլինի չի, Ֆիցո էլ չի մնա։ Ուզում եմ ասել, սա դրա համար նայեցեք, Եվրոմիությունը չափազանց սկզբունքորեն կանգնել է։ Ես մասը վերցնենք։ Հիմա համաշխարհային քաղաքական պատմության գեոստրատեգիական կառուցվածքի մեջ ուրեմն Եվրոմիության Միացյալ Նահանգների հակառակորդ մրցակիցը Եվրոմիությունն է, տնտեսական, ֆինանսական պոտենցիալով եւ մշակութային պոտենցիալով։ Մեկը Չինաստանն է։ Այստեղ կարգավորման մի մեխանիզմ է գնում, որը ինչպես եւ այ Եվրոպայի միջոցով լինում է Ուկրաինայի միջոցով։ Ինչ է ուզում Ամերիկան։ Միացյալ Նահանգները անշուշտ ուզում են Եվրոմիության թուլացում, բայց ինչքան են ուզում, այսա է հարցը, որովհետեւ թուլանալուց հետո մնում է երկբևեռ աշխարհ, մի ուրեմն ոչնչություն, մինչեւ ատամները հին զենքով ու թույնով զինված Ռուսաստան, հակամարտկային գաղափարախոսությամբ եւ ավանդույթով իրենց Եվրոպայի ազատարար են նրճակել, այնպիսի ազատարար են, ինչպես Արևմտյան Հայաստանի ազատարարը եղան։ Հանրամեկ Չինաստանն էլ, եթե նկատել եք, կարծես ուշադիր հետևում է, այստեղ որտեղ կա նաեւ, եթե Ռուսաստանը Չինաստանի տակից դուրս են քաշում, որ հիմա հետ դուրս չի գալիս, չանգրելով Չինաստանի տակից Պուտինը դուրս չի գալիս։ Այս հարաբերության մեջ գնում է գործարք։ Գործարք սա մեխանիզմ է, գործարք չի։ Վերևում ինչ է լինում։ Միացյալ Նահանգների քաղաքական կյանքը պատկերացնենք։ Նախագահ Թրամփը եկավ, հիշում եք, ինչ աղմուկ ավագ էր ընկել, էս է գալիս աշխարհը քանդվում է, ջրհեղեղ է լինում եւ այլն, ինչ եղավ։ Թրամփը եկավ եւ Հայաստանն ազատագրվեց։ Հանգստություն եկավ, Ադրբեջանը խաղաղվեց
Եվ Միջին Ասիան տեսնում եք, նախկին Միջին Ասիան ոնց է շուր գալիս տեպի, այսինքն բան չեղավ շատ մեծ, հակառակը մեզ համար եղավ չափազանց դրական Թրամփի վերադարձով։ Հիմա սա բայց դա անձնական ցանկություն չի, ես ձեզ մոտ եմ ասել բազմաթիվ անգամներ, ասում եք երկրորդ մասը ուրեմն դրա։ Միացյալ Նահանգների քաղաքականություն Ռուսաստանի չի, ցարը ասեց, ցարը ոչ էլ ես Կարեկին ուզուրպատորն է, երկիրը ծախել է, ինքը կայֆով ապրում է, վերեն թքում մերում են քաղաքական իմաստով։ Հեչ պետք չի։ Հիմա Միացյալ Նահանգների քաղաքական գեոստրատեգիական հավասարակշռությունը որոշումների վրա է կայանում։ Նախագահը մի բան է ասում, որոշում իջնում է պետքարտուղարություն, Մայքլ Ռուբիո, ազգային անվտանգության խորհուրդ եւ այլն։ Սենատ, կոնգրես եւ այլն։ Այստեղ, այսինքն դուք խոհակի մեջ կարող եք, քնոցի մեջ կարող եք գցեք մի ածուխ, կրակը դուրս կա բոլորովին այլ տեղից կարգավորվելով, այս մեխանիզմով ասում։ Սա Ամերիկան է։ Եվ ահա ինչ է լինում, այստեղ բաներ չի լինում։ Ուկրաինայի համար խնդրեմ կա, որտեղ ուզում են իրեն աճուրդի հանեն, բայց օբյեկտիվորեն հանել չեն կարող։ Հանել են, ասեցի մեխանիզմը եւ պատական չի, որ Հայաստանում մի ռսաստրուկներ կան, մի հատ անուն ասեմ առաջի ծայներով, մի հայվան երևի, թե կամ հետը։ Ես է Ռուսաստանը բան, ասիկ ես մորը փորից դուրս եկավ, լռել էին ռսաստրուկները, գիտեն եթե Թրամփը, այսպես ասած, իրենք ինչպես գցում են իրենց հարազատներին, գիտեն պետությունն էլի վիճակ է գցել, Ուկրաինան էս կլինի, գիտեք, կարծեմ դուք էլ բան եք, լավ բան եք գրել Facebook-ում։ Ուրեմն եւ ահա, երբ որ գործը սկսվեց, մեկ էլ աղմուկը հիմա բարձվում է Ենքան էլ 28 կետը Թրամփը չի գրել։ Հիմա բարձում է նաև Թրամփը կարող է խաբարել չի։ Բարձ է, բայց կա, որը 100%-ն է։ Սա ես ինձ համար էլ անհասկանալի, քաղաքական իմաստով ոչ մի անհասկանալի բան չկա։ Բան են նետել են, խայծը նետել են, ստուգում են, ինչ է լինում։ Կա երկրորդ մասը Մայքլ Ռուբիոն, որը հակադիկտատոր է, ատում է Ալիևին եւ նման կերպարներին Պուտինն է, ուրիշը չի։ Բայց սա սուբյեկտիվ է, կա նաեւ այդ քաղաքական հավասարակշռություն եւ ահա հավաքվում են հանգարցարահերոց են, որտեղ Եվրոպան սարսափի մեջ է, Լեհաստան եւ այլն, Գերմանիա եւ Շվեյցարիայում ինչ են անում։ 28 կետանոց ծրագիրը վերածվում է 19 կետի։ Ռուսաստանի գլխին 19 կետ փորձանք է դառնում։ Այն որ ասում են բանն է գրել, հա Դիմիտրովը ինչ է, Դիմետրոլը Պուտինի մտերիմն է, բարեկամն է, էլի նա է գրել էս կոմենտում, մի ժամանակ էլ ասում են Թրամփը KGB-ի գործակալը, Պուտինի գործակալն էր, էլ բանուգործ չուներ, էլի հասկանում եք ոնց է։ Այս մեր եւ հիմա կարգավորվում է, հիմա գնում է կարգավորման գործընթաց, ինչ է անում, իհարկե այստեղ դիվանագիտության մեջ ասում են սա Պուտինի դիվանագիտական մեծ հաղթանակն է, թե դա ինչ հաղթանակ է չեմ հասկանում, խելքշճացնում։ Բայց ուրիշ բան կա։ Պատերազմը սկսվեց 3 թեզիս առաջարկեց, չէ՞, դենացիֆիկացիա, ինչ էր, երեկա դեր։ Գնաց խրվեց, դերը մնացել են, ինքը խրվել է։ Ինչ է արել ուրեմն Ուկրաինայից, որը 100,000 գյուղ ունի, մի հատ կիսաքաղաք գյուղ է գրավել, Կուպրյանսկ, Ստալինգրադ դարձել են, Ստալինգրադ էլ չէ էլի, բանն է էլի, դաշնակիցների ներխուժումը 44 թվին Եվրոպա Հիտլերի դեմ, ես դարձել են, Կուպրյանսկը վերցել են, բարձում է Կուպրյանսկ չի էլ վերցրել, կիսատ-միսատ են իրենք։ Հիմա այս աղմուկի մեջ, ահա Եվրոպան ուրեմն առաջին ինչ արեց, չէ, առաջին ներխուժումով Ուկրաինա ներխուժեց, Եվրոպան հավաքվեց, քիչ է, հիշեք, 2-3 տարի առաջ բանակ չուներ, զինված չէր, իրենք իրենց եվրոպացիք ապրում էին, իրենց կայֆով, տարան միավոր, այս անգամ ինչ արեց, այս անգամ էլ հիմա քանի որ սա արեց, Ռուսաստան ես քայլը, ուրեմն Եվրոպայում միջուկ է առաջանում, ստրատեգիական առաջանում Լեհաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա եւ այլն, եւ այսինքն Պուտինն ինչքան քայլ անում հակառակ իրենելով։ Պուտինը մենակ Ղարաբաղցիների հարցով է, Կլանի հարցով է,
հաջողություն ունեցել, Աստված չանի հանգարց մեզ հարցով աշխարհի հաշվին մեր հետ։ Ուրեմն այս գործընթացը գնում է եւ ասեցի Թրամփի ծրագրից 28 կետերից 19-ն է մնացել, հաջորդ հանդիպման չի մնա, բայց Մարկ Ռուբիոն քաղաքականություն ուղղորդում է, արտգործնախարարությունը իրենց ուղղորդում է եւ այստեղ Ռուսաստանը հերթական ճգնաժամ է ապրելու։ Որոշակի դժվարություն կա, դե գիտեք ինչ են ասում ուկրաինացիների վերաբերյալ, դե հայրենիք են ազատագրում։ Ուրեմն դրսում մի արմիաշկա ապուշ կա, ինձ էլ գրել է ուկրաինացիների հաշվին, ինչ ես անում։ Ամստերդամ եւ գունափոխված են, Հիտլերի սարկազներից է։ Անասունը գներեք բարի համար, ես վստահ եմ, որ հիմա լսում է։ Դե ուզում ես ապուշ գնա հիմա մի անգամ ռուսների փոխարեն թուրքերի համար կոտորվեցիք։ Երկրորդը կոտորվեցիք ռուսների համար Արցախում, մի հատ էլ գնա գոտորվի, բայց դու Հայաստանից ինչ ես ուզում, իբր թե հայ է։ Աստված Եվրոպայի արմիաշկեք։ Պարոն Շինյան, այս ծավալի։ տեսեք, այսինքն հավասարակշռություն կներեք, որոնում է, որը թարազու է գալիս եւ որը բան չկա։ Դժվարություն կա։ Վերջին շրջանում բավական ակտիվ քաղաքականություն է վարում նաեւ կենտրոնական Ասիայի երկրների, մասնավորապես Հայաստանը։ Մասնավորապես Ղազախստանի հետ մենք գիտենք, որ օրեր առաջ, շաբաթներ առաջ կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարներին կանչել էր նաև Թրամփը, այս ակտիվացման մեջ նույնպես Թրամփի մատը խառն է, ինչպես ասենք։ Թրամփը ուղին հայերի միջոցով ճանապարհը բացեց եւ մեր օգնությամբ։ Ես երբեք չմոռանաք, որ սա հայկական խաչմերուկն է, որի վերաբերյալ 2 տարի խոսում ենք, չէ՞։ Մենք կոնե ճանապարհը բացեց, հիմա հարց է, ուր է բացում։ Ինչի է բացում։ Իհարկե, որ ես ամերիկյան քաղաքականության մեջ ինչ լինի, չլինի, Հայաստանանպաստ, հայանաբաստ, ինչ որ մի տոկոս կա, կես տոկոս, 20% դժվար է ասել։ Այս պարագայում ինչ որ մի օգուտ կա մեզ, բայց նա ճանապարհը բացեց դեպի Ադրբեջանով Միջին Ասիա, Կենտրոնական Ասիա, ինչ որ արևմտյան տերմինաբանություն, դեպի ուր Ղազախստանի ուրանի հանքեր, Ղազախստանը աշխարհում ուրան արտադրող, պաշար ունեցող երրորդ երկիրն է։ Ցելինա, Ցելինոգրադ, Վարտանեգին ասես, երևի ընտեղ է ծավեր ժամանակին, Հացի Շտեմարան եւ այլն, Ուզբեկստան, Բամբակ, Տաջիկստան եւ այլն այս ռեգիոն բացեց, սա աշխարհի հարուստ հունքով կենտրոններ, որտեղ դասնի հուսալի հայկական ուղով, թրիփով, հուսալի, եւ այստեղ չեք նկատել Ալիև ոնց է խելոքացել։ Ձենը չի գալիս, մորը նույնիսկ հիմա ուղերձ են հաղվում, որ իրենք տարածքային բան չունեն։ Հիմա խնդիրն է, որ իրենք սեր լինեն մեր պաշտոնական տարածքից դուրս։ Հիմա սա հարևանցի է, այնպես որ հիմա որ նայում ենք, ռազմավարությունը ինչ է լինում։ Ամերիկան կոնսոլիդանում է, ուրեմն Թրամփը գալիս է, հանրապետականների քաղաքական թիմն ասեն, այդ բառը ես չեմ սիրում, բայց թիմն ասեն։ Սրանք նոր քաղաքականություն են հրճակում տարբեր ոլորտներում եւ հանկարծ Թրամփը հայտնվում է այսպես կոչված Պուտինի Զանգեզուրի միջանցքը գլխին փորձանք է գալիս։ Եթե այդքան ուրեմն բանանեին այդ ցանկությունը չլինի գուցե եւ ամերիկացիք տեղը չիմանային, բայց սա հումոր է։ Ուրեմն Պուտինի գլխին Ալիևի հետ միասին միջանցքը փորձանք է դառնում եւ հայկական Հայաստանը ստանում է լրացուցիչ տնտեսական եւ այլն, բայց անվտանգության որոշակի պաշար շատ եւ այլն եւ Թրամփի ուղիով, ասենք գնաց կպատկերացնենք, գնում է դեպի Միջին Ասիա, այնտեղից հետ։ Հայաստանն էլ ունի ատոմակայան, մեզ ուրեմն ինչ է պետք, հաց է պետք, ուրեմն երկու սորտի, անասնագետ ռևանշիստերի համար, իսկական հաց մնացած հայերի համար։ Արմիաշկեքին այդ 4-րդ կարգի հարց, որ ասում են, ծորեն է պետք, բերել են։ Հիմա հայերի համար կբերեն երևի նորմալ հաց է, բայց ինչն է, ուրեմն եւ Հայաստան ունի ատոմակայան եւ այլն, որի պաշարը պետք է, չէ՞։ Ռուսաստանը չունի այդ պաշարները, այսինքն այս միջանցքը բանով, այդ ուղիով Հայաստանը դառնում է կոկորդ չէ, ոնց որ մարմին պատկերացնենք։ Գլուխը
մարմինը եւ այլն, եթե այդպես ենք պատկերացնում, հայացքը վերածվում է այդ շնչափողի, այդ նախագծի։ Դրա համար ուզում եմ ասել, մտածեք լավ պետություն սարքելու մասին։ Մենք մեր շնչառությունը բացվել է։ Պարոն Շինյան, Ռուսականը փակում։ Եթե մեր համար այդքան լավ է Թրամփի ուղին, ընդհանրապես ինչ են, ինչ կատարվում է աշխարհում, ինչ են Հայաստանի որոշ ուժեր պնդում, որ սա Հայաստանի վերջն է։ Ճիշտ է, այդ Ռուսա-Հայաստանի վերջն է։ Ռուսաստանի վերջն է եւ ստրուկների։ Ճիշտ է դա, որովհետեւ հայ մի տեսակ կա, ապուշեք կատարյալ, ինքը Հայաստան որ հասկանում է նախոտ կա։ Այդպես է հասկանում, որովհետեւ տասնյակ տարիներ սովորեցրել է որ Ռուսաստան Հայաստանի բարեկամն է։ Ճիշտ է։ Երեք քծեց Ղարաբաղցիների մեջ կա, ես Արցախայություն հանում ենք, էլի։ Ղարաբաղցիների մեջ կա, իրենց այս դեսեք ինչ արեց, վերնախավին բռնաբարեց ուղարկեց Բաքու, չէ։ Հիմա այնտեղ ասում Հայաստանից ուզում են այևան եւ ռուսներից ոք չեն գալիս, այս շերտը։ Հիմա ինչ ասեմ։ Այս խելակարների բանը էլի խումբ է, դե հաջորդ ազատագրվում է։ Ես նույնիսկ ուրիշ բան ասեմ ձեզ։ Ես վերջերս ստուգեցի Ստեփանոս Նազարյանցի մի հայտնի խոսքը, որ նա գրել է Հյուսիսափայլում 1864 թվականին։ Նա ինչ է գրում, որտեղ ուզում է ստուգեի, ճիշտ է, ճշգրիտ իր խոսքն է, թե շրջանառում է։ Ասում է, ինչ ենք հայերս, թե ասում է հայերս մտքով ռուս ենք։ Հիմա ասես մեծ մարդ, այն բանը չեմ, հայվանը չեմ ուզում հետ ասեմ։ Մեծ մարդ, տուն նոր Նախիջևանում Մոսկվում 1864 թվականին գրել ես։ Հայերը ով եք, արմետը հայերն են։ Արմետը հայերը մտքով ռուս են։ Հիմա այս շերտը մնացել է։ Այս տգետ իրեն հայի տեղ լրիվ անցկացնող Արամջան Հայաստանը կար։ Մանած հիշեք 1864 թվականը ոչ Համիդյան ջարդերը էին եղել, ոչ էլ բան։ Ինչ որտեղ նաև այդ շրջանն է որ հայերի մեջ Արամջանային հակառուսականություն կար այն ժամանակ։ Այդ այն ժամանակ էր, հələ Համիդ չկար։ Սուլթանի կողմից բարերար եւ այլ շրջաններ կան։ Ազգային սահմանադրություն 1861-ին 62-ին Սուլթանը հաստատել է, նոր Սուլթանը, ազգային սահմանադրություն։ Բայց ինքը նստած Մոսկվայում գրում է, որ մենք հայերս մտքով ռուս ենք, քաղաքական մտքով։ Հիմա այս քաղաքական մտքով ռուսներ մեռնում են հայերի մեջ։ Պարոն Շինյան, Փաշինյանը հայտարարեց, որ այն ուժերը դուրս պետք է մղվեն քաղաքական դաշտից այն ուժերը, որոնք Հայաստանը տարիներ շարունակ տարել են եւ հիմա շարունակում են տանել դեպի թակարդ։ Նկատի ունի հավանաբար նախկին իշխանությունների, արդյոք սա կարող է բերել նրան, որ ընտրություններից առաջ որոշ ուժեր իսկականից դուրս մղվեն քաղաքական։ Գիտեք, հավատանք, որ ճիշտ է ասում, խոսքի տերը կլինի, որովհետեւ այսօր կարող է քաղաքական մեջ մի բան ասեք, վաղը ուրիշ բան լինի։ Մենակ ես նկատի չունեմ խաբելը, չխաբելը, բայց այստեղ մի բան պետք է լինի։ Այո, դրանք որ պիտի դե արգելել պետք է, չէ, կարծում եմ, չէ, բարագլուխները ցանկացածին կարող եք 3 անգամ դատեք։ 4 անգամ, օրինակ Վարդանիկի օրինակն ասենք, ինչ եղավ։ Ուրեմն գողության համար դատեցին համաձայն չի։ Ինչ է հետո խուլիգանության համար են հիմա հոդված լավելացրել։ Ուզում եմ այնքան հանցանք են գործել, թալան, սպանություն, մարդասպանություն, հակապետական, հակազգային լրտեսություն, որ ցանկացածին կարող եք դատել։ Դրա համար ասում են կուսակցություն արգելվի թե չէ։ Մի երկուսին հավաքում եք առաջի ընդ որում կարծում եմ որ ԿՊ-ի համար շատ կարևոր է։ Որովհետև ասում են խոստացան չարեցին, Քոչարյան նկատուն է Սերժ մեջ մնացած է էջ, են ստրելյոշնիկներ են, ասում են սլակավարներ էջ, ուրեմն հուսանք որ կանի, բայց այստեղ մի ուրիշ բան կա, դա առաջի մասն է, չէ, արեց, ես որ չեմ կասկածում, որ ինչ շփումների հիմքի վրա, բայց չլինի այնպիսի իրավիճակ, որ չլինի, էլի դա որովհետև կյանք է։ Հիմա երկրորդ մաս, իսկ ինչպիսի խորհրդարան է ուզում, էս է հարցը։ Ուզում է լիբերալ խորհրդարան, որտեղ կլինեն լիբերալ 4 կուսակցություններ 5, արտաքնապես կլինի, պատկերացնում եք, չէ, ուրեմն պատկերի մեջ կլինի բազմագուսակցական խորհրդարան, բայց լիբերալ արժեքների վրա մի խումբ ու վերջ։
Հա, դրա համար ուրեմն պիտի այդ սպեկտրը լայնորեն ներկայանա, ինչ որ մեր ժողովրդին է։ Եթե կան սոցիալ-դեմոկրատներ, լավ չգիտեմ կան թե չէ։ Մեզ մոտ սոցիալ-դեմոկրատներ էլ պիտի լինեն։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, որպես իր մշակութային քրիստոնեական արժեքների վրա ստեղծված կուսակցություն անպայման պիտի լինի։ Եվ այսպես մնացած ինչ, եթե սպեկտրը բազմագույնային այդ ծիածանի 7 գույն, որ ասում են, այս չի լինելու, այդտեղ կունենանք ենթադրել մի ազատական, լիբերալ, 10 սատ ենթադրենք հիմա կան արդեն, եթե նկատել եք չեմ ասում, անուն ազգանուն, այս էլ է լիբերալ, բայց տարբեր կուսակցություններ, այսինքն ստացվում է, որ նույն մտածողության մարդիկ լցվեցին ներս, որտեղ բազմակարծություն չի լինելու, առողջ բանավետ չի լինելու, տեսակետների բախում չի լինելու, ավելի վատ է լինելու, քան կարող է լինել խորհրդական հանրապետության պարագայում, բայց իսկ եթե մնացածները պիտի լինեն, այստեղ կառաջանային դիսկուրսը, քաղաքական, մշակութային, պատմական եւ այլն այն դիսկուրսը, որի համազորը կտանի առաջ երկիրը, այս պետք է լինի։ Կա նաև երրորդ տարբերակը, որը վատթարակույնն է։ Ինչ ապացուցեց ուրեմն այս վաղար շաբաթի խոշորացած համայնքում ընտրությունները։ ԿՊ-ն առաջին անցավ զգալի գերակայությամբ, բայց 50 քանի տոկոսն է շատ անցել։ 51 Այսինքն խախուտ է դա, 2% քցեցիր կլինի 49 խորհրդարանում, այլևս կառավարություն ինքը չի կարող կազմել։ Այս սա սիմպտոմ է, մոդելի իմաստով, երկրորդը ինչ եղավ, Քոչարյանական խումբն է։ Մնացածը մանր-մունր բաներն է։ Արամ Սարգսյան նույնիսկ այնտեղ 4%-ի չկարողացավ հասնել, ճիշտ է, որը կլներ 3 է, Գյումրիից հետո երկրորդ անգամ այդ շենը չկարողացավ ախտարել։ Ես էլ ֆավորիտը։ Հիմա ինչ եմ ուզում ասել, եթե դեպքում տես կառաջանա ԿՊ մեր խորհրդարանը եւ հայաց այս դաշինքը, որ կա հիմա, ռևանշիստները։ Հիմա այնտեղ նույնն է առաջացել ԿՊ եւ ուրեմն ռևանշիստներ։ Ճիշտ է։ Այսա վատթարագույն տարբերակ։ Ռևանշիստների ասեցի, պարագլուխներին հավաքում եք, մնացածներին հեչ։ Եթե պետք է խեղճ ու կրակ միջին դասին հավաքեք իրենց միջի, իրենք վերարտադրվելու են։ Պարագլուխները Ղարաբաղյան կլանի դերակատարներն են, որոնք մեր ժողովրդի ու պետության համար մեծագույն պատասխանատվություն ունեն բացասական իմաստով։ Նաև այսպես ասեմ, կներեք բարերան, Պուտինին քաշեցին։ Արցախում այնքան հեշտ հաղթանակ տարավ Թուրքի ձեռքով, գնաց ընկավ ուկրաինական անդունդը։ Ես Պուտինի տեղ լինեմ, իրենց պատժելու եմ։ Հա բա, այնքան արագ լավ այդ միլիարդավոր զենքերի մեջ։ Այնպիսի արագությամբ երկիրը հանձնեցի, Ղարաբաղյան կլան, իրամ բոլոր պրոքսիներով, այն չի որ։ Եվ այնպիսի հավեսով, կայֆով գրողեցին Հայաստանի իշխանության վրա։ Նա էլ մտածեց, ես մի հատ կգրողի Ուկրաինա, Զելենսկի բան կգցեն, Պորոշենկո, Մերոնշենկո կտառնան Քոչարյան, Ռոբերտ Սարգսյան եւ ինքը Բուչանոր դրա համար արեց, թե չխայտարակ եղավ, բռնապարություններն ու մինչեւ հիմա չի կարողանում 4 տարի մի հատ Կուբրյանսկ չի կարողանում ազատագրել, ինչ որ ասում են ազատագրելի։ Այսպես դրա համար այս տարբերակը կա Հայաստանում, այսինքն այսպես ասեմ, Քիսինջերյան բանով ասում, պատմությունը կամ մոդելը դրալ պարագայում քեզ չի հուշում ինչ չի ցույց տալիս ինչ կարող է լինել, բայց հուշում է մտածել, որ այս տենդենսներն աշխատում են, հետո վատ կարող է լինել։ Պարոն Շինյան, վաղաշաբաթում իշխանությունը հաղթեց արդյոք կօգտագործի այդ հաղթանակը կաթողիկոսին գահանգեցանելու։ Չէ՞ թե կաթողիկոսը գահանգեց եղած է, ասեմ ձեզ։ Կաթողիկոսի պոստը դա համահայկական բան է, դա բարոյական արժեք է առաջին հերթին ու մանավանդ հիմա, որ հիմա մենք մոլերանտ կրոնական ժողովուրդ չունենք, լիներ են կաղմուկ կլներ, որի վրա հույս էին դրել։ Հետևաբար նա պիտի գնա, բայց պետք է արագացվի։ Արագացվի։ Եվ ժողովրդի միտի բացվի, ասում արդեն, օրինակ ես չեմ խորշում ասեմ,
Իմ տեսակետ եղել է, որ նրան պետք է ժողովրդին ասել քրեական այս գործերը, այս հոդվածները կան, վերեն պետք է նստի։ Հենց ինչ են շարունակում, կակե, օտարպետություն Ռուսաստանն է։ Պուտինն էլ գիտի, որ ասենք հայերը ասում են օտարպետություն, նկատի ունեն Վարդուշին։ Եթե կա, դնում են սեղանի վերջացավ, սրանք հակապետական ուժեր են, Հայաստան ուժեր են։ Հայաստանն ու հայ ժողովրդի այս մանիպուլյացիան տարբեր բաներ են, ակնհայտ է, չէ, հակապետական ուժեր են։ Հետևաբար պիտի ասվի եւ հարցը փակը ոչ թե անդադի։ Չնայած այստեղ մի բան կա, ժողովրդին քրիստոնեացնելու, նաեւ ընդրությունները դիմացնեն կարող է նկատառումներ կան, բայց ես եկեղեցին երբեք չեմ ուզեցել, որ նման բաների մեջ լինի։ Մեզ խիստ անհրաժեշտ է մեր վերականգնված, նորոգված մեր եկեղեցին, կարծում եմ բոլորն են, դուք էլ եք համաձայն։ Շատ արագ լուծել է պետք է հարցը, որտեղ ինչ իմանաս Ռուսը կարող է Կուպրյանսկը վերցնել եւ ապուշները գրող են Հայաստանի վրա, մտածեն Կուպրյանսկը Կիևն է, երկուսն էլ կտարով են։ Շնորհակալություն։ Սա օրվա թեման էր, զրուցակիցս քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն էր, կհանդիպենք առայժմ։